Ես քեզի գուկամ հեզ ու երկուած, սեմիտ կանգնելու, հողդ մաքնելու, արցունքներովս ոտքդ սրբելու, իմ սուրբ ու անքին երգիր Հայաստան։ Ամբողջը ներկայիս կհավաքեն եւ փոխադրար գղի մեջ կտրնվի որպեսզի տանիմ Հայաստան։ Քաղաքարած ժամանակին սկսավ, երբ որ Վենեդիգեն փոխադրվեցա Հռոմ, համալսարան, այդ շրջանին էր ես ուսանողական միության քարտուղար էի եւ նշանավոր հայեր, որ գուկային Հռոմ, անոնց ուղեկցեի թանգարաններ, շենքեր եւ այլն, գեղարվեստի նմուշներ ցույց տալու։ Եթե չեմ սխալիր, Խադիսյանն էր կամ այդ ժամանակ առաջին հարաբերության pedagogan բարձր պաշտոնյային, որ շրջակայության դարի Հայաստանի մասին խոսեինք, ուրեմն այդ ժամանակին որոշեցի, որ որչափ կարելի է շուտ Հայաստան փոխադրվի, բայց քանի որ վարչագարկը Հայաստանի մեջ գիսա ազգային էր, համայնավարական շրջան էր, ուրեմն խորեցա, որ ավելի լավ է երթանք ուսումը ավարտել ես ետք Ամերիկա, գումար հավաքեմ, հանգետ կյանքիս նպատակը բացի բժշկութեն է, մարդկային ցավերը ամոքել է, եղած է ազգային նվիրում, հլա քրական մարզի մեջ, հանրային մարզի մեջ եւ ավելի հայկական հարցեր լուծել։ Հայաստան վերջնականաբար հաստատվեցան գնոջս հետ 5 տարի առաջ, բայց առաջին անգամ Հայաստան եկանք 1987-ին, համաժողով գար Մոսկվա, ներկայացուցի մեր հետազոտությունները, վերջ եկանք Թիֆլիս, Երևան, ամենավարական շրջաններ, խրճեցավ դիգինս, վերջ եղավ երկրաշարժ, ես Կալիֆորնիա հայ բժշկական միության Հայաստանի օգնության ադենաբեդն էի, ռուսական մասնավոր օդանավով, երկու բժիշկ բերին, մեկը ես էի, մյուսը Վարդգես Նաջարյան բժիշկ էր, ոսկրապան, պետք եղած օգնությունը սկզբնական դվինք, վերջի տեղեկության գարինք, ինչ-որ պետք էր, բայց Հայաստանին արտաքաղթողներ շրջանը շատ էին, Կալիֆորնիա մանավանդ, անոնց մեծ օգնություն բերած է, ոչ թե անձնական նյութական օգնություն, այն pedagogan միջոցները օգտագործած են, որպեսզի իրեն կարենան այդ օգնությունները օգտվի։ 3500 ընտանիքի այդ կերպով օգտագործած են, քանի որ ես քրագանությամբ կսպաղեի, Հայաստանին շրջակայության որ գուկայի, բանաստեղծ, նկարիչ եւ այլն, ամեն կերպով գոհնեինք, որպեսզի իրենց պետք եղած թերորայք ապահովված վերադառնան Հայաստան։ Իսկ ոմանցալ օգտակար եղած են, որ սրտի գործողություն ունի։ 10 տարի առաջ կնոջս հետ նստեցանք
եւ որոշեցինք, թե մեր կյանքի նպատակը եւ որբեսի մեզ ինչ հիշողություն պիտի ունենանք, որ երկարադեպ լա։ Ուրեմն դիգինս ասավ իր շահած քումարը պիտի հատկացնե Բարսկայերու մշակութային կենտրոն կար, նյութական թշվառության մեջ էր, անոր նվիրատվություն հրա, որ կենտրոնը մեր անունով կգոչվի։ Իսկ ես հալասի պիտի երթամ Հայաստան, ունենանք դպրոց եւ ազգային հարցերը պիտի լուծել։ Ուրեմն իմ ավանի մեջ դպրոց ունենք 1025 աշակերտ ունի, որոնց 30-ը բանեն Արցախեն են։ Այսին սիրուն վարգարում է, ծաղիկները ատլանում են, սիրո ճամփերը ծանում է, ինձ տանում է։ Հարստությունը պետք է ծառայեցնեն ընտանիքին, կրթության եւ ազգին։ Հա սկզբունքն է, որ մենք ուզեցինք, որ չամփվի դպրոցի մեջ։ Իսկ այս կային հարցերը ինչ էին, լեզվական, հողային, ներքին ընկերային հարցեր, ուրեմն ինչ էինք նախքան որ հոսքալս պրոֆեսոր Արտեմ Սարգսյանի հետ նստեցանք, պարարան մգազմեցինք, անհարգի օդար պարերու հայերեն համապատասխանող պարարան։ Ծավալը փոքր է, 1800 պար, բայց հաջախագի կործածվող պարեր է։ Մեկը օդար պարերն էր, երկրորդը հայերս ունինք երկու ջուղ հայերեն, արևելայերեն, արևմտահայերեն եւ երկու ուղղակրություն, դասական ուղղակրություն եւ ապեղանական ուղղակրություն։ Անհարիր է ազգի համար, որ ունենաս երկու լեզու։ Եթե մեկ ազգ ես, մեկ հայրենիք ունիս, պիտի ունենաս մեկ լեզու, մեկ ուղղակրություն։ Ուրեմն լեզվի Ռաչաջարյանի լեզվի հիմնարկի դնորենին հետ հանդիպեցա Վիկտոր Գադվանյան, ինքը անձնախումբ կազմեց, անոնց հետ հանդիպեցա, իրենց եզրակացությունը աներ, որ Հայաստանի սահմանադրության մեջ գրված է մերձեցնեն ուղղակրությունը, բայց չէ գրված քերականության մասին։ Ես լսի այսին երկու ոտքը դիվանդ է, ինչու մեկը պիտի փուժես, մյուսը չփուժես։ Ոստի նախաձեռնություն արի հայագետներու խումբ մգազմեցի Հայաստանեն, Լիբանանեն, Փարիզեն, Լոս Անջելեսեն, ուրեմն հերավար գերբով ամեն ամիս հանդիպեցանք եւ հայերեն լեզվի արևելահայերենի եւ արևմտահայերենի դարբերությունը փախտadեցինք հիմնված քրապարի վրա։ Ինչու քրապարի վրա, որովհետեւ 1850-ին ժամանակները աշխարհապարը արևելահայերեն, արևմտահայերեն բաժնվեցան քրապարը։ Ուրեմն արմատը քրապար էր։ Ընդհանուր դարբերությունը 10 օրենք է, ուրեմն մերձեցուցինք, մացմարինք արևմտահայերեն, մացմարևելահայերեն եւ գազմեցինք միասնական աշխարհապար քրական հայերենի քերականություն, որ հրադարագեցինք, համաժողով գազմեցինք հոստեղ։ Օդարապերուն ծնացման գամբես, մորը գարոդին բաբագը շուրթիս, գուկամ սնվելու ոգվովը դամպից, երգիր նայիրի աշխար Հայաստան։ Հայերս հողային պահանջատիրություն ունենք Թուրքիային եւ Ադրբեջանին։ Աս հողերը կպատկանին հայերուն եւ ոչ թե Թուրքիո կամ Ադրբեջանին։ Ժողովրդի մեջ եւ pedagogan մարդոց մեջ թյուրիմացություն կա։ Գարձնգծը մենք Թուրքիային հողային պահանջ չունենք։ Այդ հողերը հայերունն են։
թուրքերուն չէ, մյուսը Ադրբեջանը, Արցախը հայկական հող է, 1925 Միացյալ Ազգերու նախնական գազմը, որ League of Nations գոչվի, հայերուն հատկացուց 162,000 քառակուսի կիլոմետր։ Ադոր մուրհագը մենք ունենք, ոչ թե թուրքերը կամ ադրբեջանցիները։ Եթե այդ հողերը մեզի կպատկանի, ինչու պիտի զիջինք ադրբեջանցին կամ թուրքին։ Միջազգային թատարան պիտի տարվի։ Քանի որ ազգային հիմքի վրա է, ուրեմն կազմակերպեցի համաժողովներ լեզվի մասին, հողային բանջարդիրության մասին, 2 տարի է, ամեն տարի կունենանք համաժողովները, այս տարի պիտի ունենանք նաև համաժողով ջրային բաշարներու եւ ընթերքի հարստության։ Մեր համաժողովի նպատակն է, որ ճշգրտորեն նկարագրվի հանքային հարստությունները եւ ջրային բաշարները։ Դբրոցն է, որ նկարագիր կկազմեմ, դբրոցն է, որ գիտություն կչամփե, դբրոցն է, որ ազգային ոգի կսրսկե անձի մեջ։ Մենք ուզենք դբրոցներու մեջ ոչ միայն գիտագից անձ, ընդհանրապես ուզենք գիտագից հայ, որ ռուն նպատակը լա իր կիզած հարստությունը ընտանիքի միջոցով ազգին ծառայեցնել։ Եթե այդ հոգեբանությունը Հայաստանի մեջ դարածվի, ներկայից է, ամբողջ Հայաստանը կծաղկի։ Մեծահարուստները որ կան, ինչ կնեն։ Մեծ մասամբ իրենց հարստությունը արտերգիր կանեն։ Ուրեմն Կումարը, որ այս երկրի մեջ շահած ես, փոխանակ երկրի մեջ զարգացնելու գարդահանեն ուրիշ երկիրներ։ Ուրեմն մասամբ թշնամություն գնեն երկրի։ Անհատեն, ընտանիքեն, հասարակությունեն, համայնքեն ավելի իծարայեն պետության կամ ավելի բարձր ազգի։ Եթե այդ ուղղությունը դուք առնեք, ամեն երկով վիտնվածեն, որ դառնաք երևելի անցիկ և ծառայեք ազգ։ Դբրոցի մեջ, երբ որ պետք եղած կրթությունը և ազգային ուղղությունը դաս, կպատրաստեց անցիկ, որ կնվիրվին ոչ միայն իրենց ընտանիքին, այլ նաև ազգին։ Եթե մենք կարենանք այս խաղապարը դարաձեր բոլոր դպրոցներուն, մենք կունենանք ոչ միայն զինվորներ, ռազմիկներ, այլ մտավորականներ, որ ազգային իրավունքները եւ ազգային հարստությունը ժողովրդին փաշխելու մասին կմտածեն։ Դպրոցի մեջ մենք սկզբունք ունենք, որ օդար բարեր գործածել ալքերված է։ Ինչու համար։ Հայերեն լեզուն աչափ հարուստ է, որ եվրոպական լեզուներեն ավելի հարաբերություն ունի։ Եվրոպացի
հայագետները աչափ հիացած են եւ գրած են, որ հայերեն լեզուն ջգունություն, բարաբաշխարը, արմատները աչափ հարուստ են, որ կարելի է փախտadել լատիներենի եւ հունարենի հետ։ Ոմանք ասած են, որ լատիներենին ավելի արավելություն ունի։ Ուրեմն մեր դպրոցի մեջ աշակերտությունը ասկային ուղղություն ունի, բացի գիտութենեն, եւ որպեսզի մենք ավելի հարաճատեմ դարձնենք, երկու նյութեր ավելցուցինք՝ դիվանագիտություն եւ արհեստական բանականություն։